Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիր։ Մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Ռեժը եկել ենք որպեսզի առաջիկա 1 ժամը տանք ձեզ դրական էներգիա եւ ձեր օրը լի լինի բարությամբ։ Իսկ լավ էներգիա տալու համար առաջարկում ենք այս պահին մի փոքր երաժշտություն, որպեսզի արթնանանք, հետո կմիանանք։ Գնացինք։ Դե ինչ արթնացանք, առույգացանք, մտածեցինք ինչ նախաճաշ ենք պատրաստելու, երեխաներին ճանապարհեցինք դպրոց, ոմանք գնացին աշխատանքի, բայց նույնիսկ աշխատանքի ընթացքում կարողանում են հասցնել նայել օրը բարին։ Այո, իսկ ոմանք եթե չեն աշխատում, թող աշխատանք գտնեն, որովհետև շատերին այո աշխատանք են փնտրում ջանա։ Ինչու ոչ, այո, բոլորին մաղթում ենք դրական ու բարի օր եւ ունենք շատ լավ նորություններ, քանի որ հոկտեմբերին տեղի ունեցել Կոմիտաս միջազգային գիտաժողովը, Կոմիտասը եւ կոմպոզիտորական արվեստը թեմայով։ Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Կոմիտաս վարդապետի ստեղծագործական ժառանգությանը եւ հայ կոմպոզիտորական դպրոցին առնչվող տարբեր հարցեր, այս եւ ամենի մասին կզրուցենք մանրամասն մեր այսօրվա հյուրի հետ։ Եվ մեր հյուրն է Կոմիտասի Թանգարան ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Մարիաննա Տիգրանյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես էլ եմ։ Եվ շատ ուրախ ենք, որ զրուցելու ենք վարդապետի մասին եւ այն բոլոր աշխատանքների մասին, որ կատարվել է նույնիսկ սկսած իր ծննդյան օրվանից։ Մի քիչ բացահայտենք, հա, ինչ կատարվեց գիտաժողովի ընթացքում, ինչ նոր վերլուծություններ գուցե։ Շնորհակալություն հրավերի համար։ Կոմիտասի փառատոն համերգը, որը եզրափակվեց գիտաժողովով, գիտաժողովը 7-ին 8-ին հոկտեմբերի տեղի ունեցավ, դա բարի ավանդույթ է արդեն 10 տարի շարունակ։ Իդեպ նշեմ, որ այս տարի մեր թանգարանի 10-ամյակն է։ Հոբելյանական է մեզ համար, 15 թվականին է հիմնադրվել եւ եզրափակվեց գիտաժողովով, որովհետեւ շատ կարեւոր է բացի համերգներից, բացի այդ փառատոնը, որը շատ գեղեցիկ է անցնում, նաեւ գիտական միտքը, այսինքն այն նորությունները, այն գիտական ուսումնասիրությունները, որոնք այսօր էլ կատարվում են եւ շարունակվելու են կատարվել, ներկայացվի հանրությանը, իսկ հանրությանը ներկայացվում է նախ այդ գիտաժողովն է, հետո այդ նյութերը մենք տպագրում ենք Կոմիտասի Թանգարան ինստիտուտի տարեգրքում։ Մենք ամեն տարի հրապարակում ենք տարեգիրքը, որտեղ լույս են տեսնում այդ հոդվածները։ Դրանք շատ հետաքրքիր ուսումնասիրություններ են։ Այս տարի մասնավորապես 24 զեկույց ունեցանք, դա միջազգային է, Լատվիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Միացյալ Նահանգներից, դե իհարկե նաև Հայաստանից զեկույցներ էին, մեկը մեկից հետաքրքիր տարբեր բաժիններ բաժանված էր այս երկու օրը 7-8-ը, իդեպ ինչու է 7-8, 26-ին սկսում ենք, 7-ին 8-ին ավարտում ենք, հին եւ նոր տոմարով Կոմիտասի ծննդյան հետ կապված, ինչ ասեմ, շատ հետաքրքիր անցավ գիտաժողովը, նյութեր կան, իսկ բացի այսինքն տպագրվող այն նյութերից, որոնք որ գիտական են, հա, ասեցիք, ստեղծված են, կան նոր ցուցադրություններ։ Այո, իհարկե։ Այլ առաջարկեմ խոսենք։ Շատ կարևոր ցուցադրություն այդ օրը եղավ, ցուցադրության բացմանը, այդ Շիրիմին այցելեցինք, նորից բարի ավանդույթ է, ծաղիկները, հետո մի փոքրիկ համերգ եւ մենք ներկա գտնվեցինք մի շատ հետաքրքիր ցուցահանդեսի բացմանը, մասնավորապես Փարիզի Վիլժուի հոգեբուժարանից ստացած այն փաստաթղթերը, որ մինչ օրս գաղտնի են եղել, այսինքն Կոմիտասի գաղտնազերծվել են Կոմիտասի մահվանից 90 տարի հետո, դա հոգեբուժարանի օրենքներն են։ Թեպետ ասեմ ձեզ, որ 90-ականներին այդ նյութերը որոշ չափով լուսաբանվեցին մեր մեծ երախտավոր մեծ գործ արել Լուիս Ֆով Հովանիսյանը, նա հոգեբուժ է, բժիշկ է, երաշտագետ չէ, բայց Կոմիտասի այդ վերջին շրջանը նա ուսումնասիրել էր եւ իր ատենախոսություններ դոկտորական դիսերտացիաներ, որը նա փայլուն պաշտպանել է հենց Ֆրանսիայում, Փարիզում, իսկ սովորական մարդիկ մինչ օրս հնարավորություն չունեն այդ փաստաթղթերին ծանոթանալու, դրանք շատ հետաքրքիր տեղեկություններ են, վավերագրեր են, նամակներ են, բժիշկների կողմից պատահական մարդկանց անձնակազմի, հոգեբուժարանի անձնակազմի բժշկական Կոմիտասի վարքի, Կոմիտասի հոգեկան վիճակի, ֆիզիկական վիճակի, որը մինչ օրս
շատ խնդրահարույց է, գիտեք, այդ վերջնական որոշված չի եւ այդ դիագնոզները, այսպես ասած, դրված շատ տարբեր վարկածներ եւ դեռ հետաքրքիր թղթեր են գալիս, որը պետք է ուսումնասիրել, պետք է լուսաբանել, հրապարակել։ Այդ ցուցահանդեսը մեր թանգարանի առաջին հարկում մեր աղջիկները գիտական բաժնի հրաշալի աշխատանք տարան, թարգմանեցին ամբողջը ֆրանսերեն էր բնականաբար եւ կտեսնեք հայերեն բնագրային տարբերակը, այո, ցուցադրված է, կարող եք գալ ծանոթանալ, ուղղակի պետք է զինվել համբերությամբ, տեսանելի նյութ չէ, այլ կարդալու նյութ է, ուղղակի պետք է գալ մանրամասն անչափ հետաքրքիր, հուզական, որովհետև վերջին շրջան է, որ ըստ էության մեզ թվում է էլ վարդապետը կա, ֆիզիկապես կա, բայց չի գործել, հա, այդ վերջին տարիները հոգեբուժարանում, բայց իր շուրջը շատ հետաքրքիր գործողություններ են կատարվել եւ կողքի պատմություններ են հյուսվել եւ մասնագետների աչքով այդ մանրամասները, լուսանկարների դեպ կան, ինչու՞ չէ, այդ Վիլժուիֆի այդ տարիների նոր լուսանկարներ, այսինքն արխիվից եկած, այո, որ մինչ օրս չէր ցուցադրված, այդ ֆոնդի հետ է եկել։ Մենք այս ամենի հետ կապված ունենք կարծես տեսանյութ, Անահիտ, առաջարկում եմ երբ գնանք տեսանյութով։ Ես էլ համամիտ եմ քեզ հետ, մի փոքրիկ տեսանյութ դիտենք, որից հետո վերադառնանք։ Իսկապես շատ կարևոր ժառանգություն, որ ստացել ենք փաստորեն 90 տարի անց, շատ հետաքրքիր ցուցադրություն է տեղի ունեցել, իսկ արդյոք Կոմիտասի մասին գրքերի շնորհանդեսներ տեղի են ունենում եւ առհասարակ նրա ուսումնասիրությունների։ Կոմիտասի մասին մենք չենք դադարում խոսել, Կոմիտաս ուսումնասիրել, ինքը մեր մեծերից ամենահետաքրքիր, ամենաեղերական գուցե վախճանով մեր հանճարն է, որի շուրջ, գիտեք, այնքան բազմազան են ուսումնասիրությունները, գրքերը, մենագրությունները, որտեղ Կոմիտասի ժառանգությունն է շատ մեծ, ինքն է շատ հարուստ ժառանգություն թողել եւ մինչ օրս մենք չենք դադարում եւ զարմանալ եւ շարունակել ուսումնասիրել, որտեղ անդադ նոր փաստաթղթեր են գալիս, անվերջանալի, նոր վավերագրեր են գալիս, Գերմանիայից են գալիս, Պոլսից են գալիս, այսինքն տվյալները շատ, մենք ամբողջը չունենք, մենք պատկերացնում ենք, թե շատ բան գիտենք Կոմիտասի մասին, բայց շարունակ այ վերջերս մեր տնօրենը Լուսինե Սահակյանը նորից թղթեր բերեց, նորից նամակներ, նորից հոդվածներ իր մասին, մի մասը հրատարակված է, մի մասին բոլորովին անծանոթ են, օտարալեզու, անգլերեն, գերմաներեն գրականություն է, դա այդ ամբողջը պետք է թարգմանել, ուսումնասիրել եւ շատ մեծ աշխատանք է այս առումով թանգարանը տանում, գիտական աշխատանք, որը շատ կարեւոր է, որտեղ դուք գիտեք, մենք կոչում ենք Կոմիտասի
Թանգարան ինստիտուտ, այսինքն այդտեղ լուրջ գիտական աշխատանք է արվում եւ այս նշված ցուցահանդեսը դրա վառապացույցն է, որը երևի թերևս առաջին փորձերից մեկն է, որ եղած նյութի վրա, ֆոնդերի հիման վրա բացվեց ցուցահանդես։ Իսկ ինչքան կտևի ու մարդիկ հնարավորություն ունեն գալ։ Դեռ երկար կա, բաց է, հանգիստ կարող են գալ ծանոթանալ, այնպես որ հիմա էլ ջերուցումը միացրել են, շատ անուշ լավ միջավայր է, ամռանազով, ձմռանը տաք, կարող եք համենալը, շատ հաճելի։ Իսկ ակտիվություն առհասարակ կա մեզ մոտ, ինչպես կգնահատեք, եթե վիճակագրությանը նայենք, մարդիկ շատ են գալիս։ Գալիս են, պատկերացրեք, Կոմիտասի թանգարան գալիս են, դասարաններով են գալիս, շատ մեծ է այցելությունը, օտարերկրացիների հատկապես, մենք ամբողջ ամառ աշխատել ենք եւ տեսել ենք դա, ականատես ենք եղել այցելությունների Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից։ Այսինքն համեմատական կարգով շատ ավելի է, հա։ Գալիս են, այո, հետաքրքրված են։ Ես կարծում եմ, որ այն օտարերկրացիները, ովքեր որ ճանաչում են իր շուրջ, հետո գիտեք, երաժշտությունը արվեստի այն ոլորտն է, որ մարդկանց միավորում է։ Լեզվական բարիերներ չկան, իսկ Կոմիտաս աշխարհով մեկ հնչում է։ Մերն է, շատ մերն է, էլի, շատ ազգային է։ Գիտեք, մեր ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ես չեմ պատկերացնում չունենայինք Կոմիտաս ինչ կլիներ, հենց այնպես խոսքեր չեն։ Շատ մեծ գործ է արել Կոմիտասը եւ ուղեցույց է բոլոր հետագա երաժշտական, կոմպոզիտորական, խմբերքային, բանահավաքչական, գիտական բոլոր ոլորտները, այսպես ակոսները փորել է եւ ուղեցույց է, ինչպես է պետք անել։ Կոմիտասի մենակ մի հոդվածը Լորվա Գութաներքը, որ գրվեց, դա ուղղակի էթնոերաշտագիտության մեջ ֆանտաստիկ բացահայտումներից մեկն է, որը ուղենիշ է, ինչպես է պետք վերլուծել ազգային, ժողովրդական, ավանդական, ինչու՞ չէ նաև ծիսական երգը բոլոր ասպեկտներով, դա միայն երաժշտագիտական, ձայնակարգային, տաղաչափական կամ մետրառիթմական վերլուծությունը չի, ամբողջ տեքստը, բովանդակությունը, ծիսապաշտամունքային համակարգը այնպիսի շերտեր է բացահայտում եւ հետևելով այդ ուղուն կարելի է շատ հետաքրքիր եւ մենք անում ենք այդպիսի աշխատանքներ, այդպիսի հոդվածներ են արվում, որովհետեւ միայն այդ ձևով կարելի է բացահայտել մեր ազգային երգամտածողության խորքերը եւ այն երգերի, որոնք հազարամյակների խորքից են հասել մեզ։ Հենց այնպես բառ չեմ ասում, չմտածեք հազարամյակ, ուղղակի եմ ասում։ Երգեր ունենք մի քանի հազար տարվա հնությամբ երգեր են եւ Կոմիտասը հրաշալի դա գիտակցել է եւ այդ վերլուծական սկզբունքով էլ փորձել է հիմք դնել մեր էթնոերաշտագիտությանը։ Շատ բարի, առաջարկում եմ փոքրիկ հատված դիտենք, թե ինչ է կատարվել հենց Կոմիտասի ծննդյան օրը ու վերադառնանք։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, կարծում եմ գրայեցիք ինչի մասին ենք խոսում, իհարկե խոսում ենք Կոմիտասի մասին, այս պահին ունենք հյուր մեզ մոտ, եթե մեզ նոր եք միացել, իհարկե Կոմիտասի ծննդյան թանգարանի հիմնադրման Հոբելյանի արթիվ, ինչպիսի միջոցառումներ է կազմակերպել եւ իրականացնում այս պահին Կոմիտաս թանգարան ինստիտուտը, մենք զրուցում ենք մեր հյուրի հետ եւ խնդրեմ կասեք ինչ արժեվում ինչ միջոցառումներ են պլանավորված եւ ինչ է սպասվում, այսինքն նոր ինչ սպասենք թանգարան ինստիտուտի կողմից ինչ նոր պեղումների եւ հայտնությունների մեզ։ Գիտական աշխատանքը բուռն շարունակվում է, ներկայությամբ հիմա մենք աշխատում ենք Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները վերահրատարակելու գործընթացով, վերահրատարակել, ասեմ, ինչ է դա նշանակում, Կոմիտասյան արխիվները նրա մահից հետո մաս-մաս սկսեցին գալ Երևան, նրա հոգաբարձու խորհուրդը, գիտեք, այնտեղ խնամատար հանձնաժողովի Մարգարիտ Բաբայանի, Արշակ Չոպանյանի գլխավորությամբ գոնե լավ էլի ցակուցրիվ չեղավ
հենց Փարիզյան արխիվը, որովհետև ուրիշ տեղել մենք ենթադրում ենք, որ ուրիշ տեղել կան Պոլսում եւ այլն, եւ ուրեմն այդ արխիվները քիչ-քիչ որ եկան գրականության արվեստի թանգարան, հետո արդեն ձևավորվեց Չարենցյան գրականության արվեստի թանգարանը, այդ փաստաթղթերը մեր երաժշտագետները սկսեցին եւ ամբողջ ժառանգություն ուսումնասիրել 50-ականներից արդեն որոշում կայացվեց, դա խորհրդային տարիներին էր, որ Կոմիտասի ամբողջ ժառանգությունը հրատարակեն եւ արվեստի ինստիտուտը ձեռնամուխ եղավ, քիչ-քիչ մինչեւ 82 թիվը հրատարակվեցին Կոմիտասի երկերի 6 հատորները։ Այդ 6 հատորակից հետո շարունակաբար եղավ 7-8-9 մինչև 14-րդ հատոր հրատարակվեց գրեթե մեզ հայտնի այսօր ժառանգությունը լուսաբանված է, հրատարակված է, բայց հիմա արվեստի ինստիտուտը շարունակում է վերահրատարակել, որովհետև սպառված է, իսկ Կոմիտաս թանգարանը մեր կողմից ուրեմն հատկապես 6-րդ հատորի դա դաշնամուրային ստեղծագործություններն են, նրա 7 պարերն են, շատ հայտնի եւ մեծ համբավ եւ մեծ ճանաչում վայելող, նաև մանկական նվագները, որովհետև դաշնակահարները մեծ ցանկություն ունեն այն կատարելու։ Իսկ դա հրատարակությունների, տարբեր հրատարակությունների խնդիր է, որովհետև նրանք երբեմն իրար չեն համապատասխանում եւ ամեն խմբագրական աշխատանք կատարելիս փոփոխություններ են եղել։ Մասնավորապես 82 80-ականների, 60-ականներին 25 թվականի, 46 թվականի հետ չի համընկնում եւ այս պահին թանգարանի աշխատողները, մեր աղջիկները համեմատական այդ վերլուծությունը արխիվային նյութի հիման վրա տանելով որոշել ենք վերահրատարակել նաև գրքում լինելու է QR կոդ մեր անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարումներով։ Ընթացքում է ժողովրդական երկերի հազար ու մի երկրի խաղիկի հրատարակումը, մանկախաղաց երկերն են լույս տեսնելու մի շատ հետաքրքիր ժողովածու է, դա շարունակական է, մի քանի հատոր արդեն կա օրորները, աշխատանքային երկերը, այ հիմա պիտի լույս տեսնի մանկախաղաց անչափ անուշ երկեր են, տարբեր ժողովածուներից քաղված, այդ թվում նաև Կոմիտասյան գրառումներից երկեր, որոնք շատ պիտանի կլինեն մեր մայրիկներին, նրանք շատ հեշտ հիշվող երկեր են, քիչ թե շատ տարական երաժշտական կրթությամբ մարդիկ կարող են այդ երկերը կատարել իրենց բալիկների, թորնիկների համար եւ շատ անուշ գործ են անում պատկերազարդ է ինքը այն ներկայդրությամբ այս տարվա վերջ ծրագրավորել ենք այդ երկու աշխատանքը դնել սեղանին իսկ հետո շարունակական է անչափ մեծ գործ կա անելու դա ուրեմն այդ նամակների հրատարակումն է Վիլժոիֆի Առանձին որպես հատորյալ առանձին աշխատանք է հրատարակվելու գրեթե դա էլ պատրաստ է բայց արդեն 26 թվի համար ենք աշխատում մի խոսքով աշխատանք կա ծով նյութ է որտեղ կլինեն այդ նոր լուսանկարները բոլորը լինելու ամբողջը լինելու է հիմա աղջիկները շատ ակտիվ աշխատում են իրականում շատ դրական վերջաբան ունեցավ մեր զրույցը ես արդեն սպասում եմ նաև օրորներին եւ օրորները կան այս մանկախաղաց երկերը կգան թռնոցիները այսպես ասած էլի ժողովրդի մեջ դուդուսկաններ են ասում են որ թրցրել են երեխաները անուշ բաներ կան հասած մեր օրեր շատերը չեն էլ պատկերացնում ինչքան մեծ գործ են մեր բանահավաքները արել Կոմիտասի գլխավորությամբ Կոմիտաս վարդապետի եւ նրա աշակերտների որոնք սփռվեցին աշխարհով մեկ եւ ամեն մեկը միտեղ հսկայական գործ արեց այդ աշխատանքը մենք հիմա կոչ ենք անում եւ օգնում ենք որ վերադառնա ժողովրդին այդ նրանց ժամանակին արված 10 20 50 100 150 տարի արված գործը որ վերադառնա ժողովրդին դա ժողովրդին է պատկանում ոչ մեկին չի այդ հարստությունը մեր ազգին է պատկանում մենք էլ սիրով միշտ կլուսաբանենք նման նորությունները ու շնորհակալ ենք ձեր կատարած շատ մեծ աշխատանքի համար շնորհակալություն հիշեցնեմ որ մեր հյուրներ Կոմիտասի թանգարանի ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Մարիաննա Տիգրանյանը հրաշալի զրույց ստացվեց կարծում եմ ու դեռ անպայման ձեզ որպես հյուր կհյուրընկալենք մեզ մոտ
խոսելու այս մասին։ Դենսիելի հեռուստատողներ արև բացվեց թուխամբեր են, կակավ թրով կանը հծարեն, կանացարեն սարիցեր են, բարև բերավ ծաղիկներ են, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ։ Հիշեք, որ Կոմիտասը պարզապես հանճար չէ, Կոմիտասը հենց մենք ենք, պահենք ու պահպանենք մեր ժառանգությունը, ինչու ոչ հպարտանանք եւ ներկայանանք Կոմիտասով տարբեր երկրներում։ Այսօր մեզ մոտ Կոմիտասներ թեման, լավ օրենք մաղթում բոլորիդ, մինչ հաջորդ աշխատանքային առավոտ։ Մնացեք բարով։